Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ 20,000 ազգային գվարդիականներ ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների համար նոր խնդրանք բանակին։ Նյու Օրլեանում 11 կալանավորի փախուստից հետո հաջողվել է մի քանիսին կրկին ձերբակալել, սակայն վտանգավոր մարդասպաններ են դեռևս ազատության մեջ։ Ավերիչ պտտահողմերը 27 զոհի պատճառ, հարյուրավոր անօթևաններ, տասնյակ հազարավոր շինություններ հողին են հավասարվել, եւ սա դեռ վերջը չէ։ Արտակարգ դեպքերի շարքում կպատմենք նաև Լաս Վեգասի մարզասրահում կրակոցների, ուսանողական ավտոբուսի բռնկման եւ Palm Springs-ում հզոր պայթյունի մասին։ Թրամփը ցանկանում է հրադադար հաստատել Ուկրաինայում Պուտինի եւ Զելենսկու հետ ուղիղ կապով, երբ է նախատեսված հեռախոսազրույցը։ Վատիկանը պատրաստվում է միջնորդել Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության բանակցություններում, Ռուբիոն էր Վատիկանում։ Մոդիսը իջեցրել է ԱՄՆ-ի վարկանիշը ազդարարելով տնտեսական լուրջ տագնապ։ Թրամփը սպառնում է Walmart-ին, մաքսերը թող իրենք վճարեն, ոչ թե ժողովուրդը։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ներքին անվտանգության նախարարությունը պաշտոնապես դիմել է պաշտպանության նախարարությանը, խնդրելով տրամադրել 20,000 ազգային գվարդիայի զինծառայող ներգաղթի զանգվածային ձերբակալությունների եւ արտաքսումների իրականացման նպատակով։ Ի տարբերություն այն զինվորականների, որոնք տեղակայված են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով, այս ազգային գվարդիականները նախատեսվում է օգտագործել երկրի ներքին շրջաններում ներգաղթային գործողություններին աջակցելու համար։ Սակայն ըստ Post-Comitat օրենքի, նույն ինքը քաղաքացիական իրավապահ գործառույթներում բանակի օգտագործման արգելքի մասին օրենքը, միայն նահանգների վերահսկողության տակ գտնվող ստորաբաժանումները կարող են ներգրավել իրավապահ գործողություններում, մինչդեռ դաշնային հրամանատարության տակ գտնվող ուժերը չեն կարող այդ գործառույթները կատարել։ Ներքին անվտանգության նախարարության ներքին գործառույթներով զբաղվող կառույցներից կատարողական եւ արտաքսման գործողությունների բաժինը ունի մոտ 7700 աշխատակից, որոնցից շուրջ 6000-ը իրավապահ պաշտոնյաներ։ Այսպիսով 20,000 նոր զինծառայողի ներգրավումը զգալիորեն կուժեղացնի այս ուժերի կարողությունները։ Միացյալ Նահանգների հարավային սահմանի երկայնքով արդեն տեղակայված են մոտ 10,000 զինծառայող, մի մասը նահանգային, մի մասը դաշնային կարգավիճակով։ Նրանք հիմնականում զբաղվում են տեխնիկական եւ աջակցման գործառույթներով, օդային տեղափոխումներով, պատի ամրացում, վերահսկողություն եւ վարչարարություն, ինչը հնարավորություն է տալիս սահմանի աշխատակիցներին կենտրոնանալ ձերբակալությունների վրա։ Այս արտասովոր եւ մասշտաբային խնդրանքի պատճառը, թե ինչու այն ուղղվեց պաշտպանության նախարարությանը եւ ոչ թե անմիջապես նահանգներին, դեռևս պարզ չէ։ Նյու Օրլեանի բանտից 3 փախուստի դիմաց 11 կալանավորներից առավոտյան էին մեկին գտել, իսկ երեկոյան արդեն բերման են ենթարկել եւս 3-ի։ Նրանցից 7-ը, այդ թվում սպանության մեջ մեղադրվողներ, շարունակում են մնալ փախուստի մեջ։ Վերահսկող տեսախցիկների տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են կալանավորները, ոմանք նարնջագույն, ոմանք սպիտակ հագուստով, փախչում տարածքից, հաղթահարում փշալարելով պատնեշը, ծածկվելով վերմակներով, այնուհետև անցնում են միջպետական ավտոճանապարհն ու անհետանում բնակելի թաղամասում։ Բանտի ղեկավար Սյուզան Հադսոնը հայտարարել է, որ կասկածներ կան, թե ներսից է օգնություն ցուցաբերվել փախուստ կազմակերպելու համար։ 3 աշխատակից ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից քննության արդյունքներին սպասելիս։ Նյու Օրլեանի բանտային համակարգը երկար տարիներ եղել է դաշնային վերահսկողության ներքո։ 2013-ին դաշնային դատավորը այն անվանել է հակասահմանադրական։ Նույնիսկ 2015-ին բացված նոր շենքում շարունակվել են անվտանգության ու աշխատակազմի թերացումները։ Այս պահին շենքն ունի ընդամենը 60% աշխատակազմային համալրում։ Բանտի ֆինանսական տնօրեն Բիանկա Բրաունը նշել է, որ չի հաջողվում անգամ ֆինանսավորել դռների վերանորոգման եւ փականների փոխարինման պայմանագրերը։ Սահմանափակ ռեժիմի կալանավորների համար նախատեսված հատուկ տարածքներ պարզապես չկան, հավելել է բանտի շտաբի ղեկավար Ջեյ Մալեթը։ Միացյալ Նահանգների միջին արևմուտքում եւ հարավում մոլեգնած ուժեղ փոթորիկների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, որոնցից 18-ը Կենտուկի նահանգում։ Զոհերի թվում է նաեւ 39 տարվա փորձ ունեցող հրշեջը, որը մահացել է փոթորիկի արձագանքման ժամանակ։ Կենտուկիի Լորեն շրջանը դարձել է աղետի էպիկենտրոնը, ուժգին մրրիկը ավերել է տներ, շրջել մեքենաներ եւ հարյուրավոր ընտանիքների թողել անօթևան։ Շուրջ 2 տասնյակ մայրուղիներ փակվել են։ Նահանգապետը զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարները շարունակում են դեռևս որոնողական աշխատանքները, իսկ տեղական դպրոցում բացվել է ապաստարան։ Բացի Կենտուկիից, փոթորիկի հետևանքով Միսուրիում զոհվել է 7 մարդ, Վիրջինիա նահանգում եւս 2-ը։ Սենթ Լուիս քաղաքում ավելի քան 5000 տուն վնասվել է։ Վատագույն լուրն այն է, որ սպասվում է նոր վտանգավոր ալիք, մասնավորապես Տեխասում, Օկլահոմայում եւ Լուիզիանայում, որտեղ կանխատեսվում են խոշոր կարկուտներ, ուժեղ քամիներ եւ տորնադոներ։
Լաս Վեգասի մարզասրահում 3 տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել են 2 հոգի, որոնցից մեկը զինված հարձակվողն է։ Ինչպես հաղորդում է Լաս Վեգասի ոստիկանությունը, եւս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Կասկածյալը կրակահերթից հետո փորձել է փախչել շենքից, սակայն ոստիկանները նրան վնասազերծել են արդեն շենքից դուրս։ Վերջինս մահացել է հիվանդանոցում։ Հրաձգության շարժառիթը դեռևս պարզ չէ, ոստիկանությունն էլ վստահեցրել է, որ հանրության համար այլևս վտանգ չկա։ Օքլենդից դեպի Սանտա Կրուզ ուղևորվող ուսանողներով եւ ուղեկցող անձնակազմով լցված ավտոբուսը բռնկվել է ընթացքի մեջ։ Դեպքը տեղի ունեցել Հայվեյ 17 մայրուղու վրա, Սանտա Կլարա շրջանում։ Ավտոբուսի շարժիչային հատվածում առաջացած հրդեհը արագորեն տարածվել է ամբողջ տրանսպորտային միջոցում, սակայն շնորհիվ վարորդի եւ ուղեկցող մեծահասակների արագ եւ կազմակերպված արձագանքման բոլոր երեխաները կարողացել են ապահով դուրս գալ այրվող ավտոբուսից։ Սանտա Կլարա շրջանի հրշեջ ծառայության կապիտան Ջասթին Ստոկմանը նշել է, որ դեպքը կարող էր շատ ողբերգական ավարտ ունենալ, եթե չլիներ ճիշտ կազմակերպված տարհանումը։ Ուսանողները, ի դեպ, շարունակել են իրենց ուղևորությունը դեպի ծովափ, արդեն նոր ավտոբուսով եւ ոգևորված պատմելով հերոս մեծահասակների մասին։ Հրդեհի պատճառը դեռևս հետաքննվում է։ Մնանք Կալիֆոռնիայում։ Palm Springs-ում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունը վնասել է վերարտադրողական բժշկական կենտրոնը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 1 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 11-ին։ Իրավապահ մարմինների նախնական տվյալներով պայթյունը կարող էր եւ կազմակերպված լինել որևէ ավտոմեքենայի միջոցով, սակայն կատարվածի դրդապատճառները եւ մանրամասները դեռևս անհայտ են։ Քաղաքային իշխանությունները քաղաքացիներին հորդորել են խուսափել դեպքի վայրին մոտենալուց։ Տեղում աշխատում է նաեւ FBI-ը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի նախատեսում է հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարների հետ Ուկրաինայում պատերազմ ավարտելու նպատակով։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ զրույցը կլինի Ուկրաինայում այլունահեղությունը դադարեցնելու մասին։ Հուսով եմ դա կլինի արդյունավետ օր։ Կհաստատվի հրադադար եւ այս չափազանց դաժան պատերազմը, որը երբեք չպետք է սկսվեր կավարտվի, գրել է Թրամփը True Social հարթակում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ռուսական ԶԼՄ-ներին երկուշաբթի նախատեսվող զանգի մասին։ Թրամփի հայտարարությունը հաջորդել է Մոսկվայի եւ Կիևի միջև առաջին ուղիղ բանակցություններին վերջին 3 տարիների ընթացքում, որոնք սակայն չեն հանգեցրել հրադադարի։ Պուտինը մերժել էր Զելենսկիի առաջարկը անձամբ հանդիպել Թուրքիայում, փոխարենը առաջարկել էր ավելի ցածր մակարդակի բանակցություններ, որպես Ուկրաինայի եւ Արևմուտքի 30-օրյա հրադադարի առաջարկին այլընտրանք։ Նույն օրը Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ուկրաինայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը խոցել է խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուս Բիլոպալիա քաղաքում, որը մոտ է Ռուսաստանի սահմանին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Սա տեղի ունեցել Ստամբուլում կայացած բանակցություններից ընդամենը ժամեր անց, որոնց միակ արդյունքը 1000 ռազմագերիների փոխանակման համաձայնությունն էր։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի, Բրիտանիայի եւ Լեհաստանի ղեկավարների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները։ Զելենսկին կոչ է արել խիստ պատժամիջոցների կիրառման, եթե Ռուսաստանը հրաժարվի լիարժեք եւ անպայման հրադադարից։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ եթե գերիների փոխանակումը կայանա ու ավելանան փոխըմբռնման կետեր, ապա Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը կկայանա։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կներկայացնի հրադադարի իր պայմանները, սակայն կոնկրետ ժամկետ կամ մանրամասներ չի նշել։ Վաշինգտոնում տեղակայված Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով ուկրաինական ուժերը դանդաղ առաջ խաղացում են գրանցում Ռուսաստանի Կուրսկի շրջանի ուղղությամբ։ Ռուսաստանը ապրիլին էր հայտարարել, թե վերահսկողություն է վերականգնել Կուրսկում, գրեթե 9 ամիս անց այն բանից, երբ Ուկրաինայի արագ հարձակման արդյունքում գրավվել էր ավելի քան 100 բնակավայր։ Սակայն Կիևը պնդում է, որ Կուրսկում մարտերը դեռևս շարունակվում են։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Վատիկանը կարող է դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ բանակցությունների հարթակ, ընդունելով Սուրբ Աթոռի երկարաժամկետ առաջարկը այն բանից հետո, երբ Պապ Լեոն 14-ը խոստացել էր անձամբ անել ամեն հնարավորը պատերազմը կանգնեցնելու համար։ Ռուբիոն հանդիպել է նաև կարդինալ Մատեո Ցուպիի հետ Վատիկանում Ուկրաինայի հարցով լիազորի, իսկ հետո լրագրողներին ասել է, որ կքննարկի Վատիկանի հնարավոր դերը։ Վատիկանը, որն ունի դիվանագիտական չեզոքության ավանդույթ, վաղուց է առաջարկել իր օգնությունն ու հյուրընկալության հարթակը, սակայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ 2022-ի փետրվարի 24-ից սկսված լայնածավալ պատերազմի ընթացքում դուրս էր մնացել գլխավոր գործընթացներից։ Պապ Լեոն 14-ը խաղաղության կոչ է արել եւ հայտարարել, որ անձամբ կանի ամեն հնարավորը այդ խաղաղությունը հաստատելու համար։ Մոդիս վարկանիշային գործակալությունը ավելի քան 1 դարի ընթացքում առաջին անգամ իջեցրել է Միացյալ Նահանգների կատարյալ վարկանիշը AAA-ից 1 աստիճան ներքև AA1,
պատճառաբանելով երկրի աճող պետական պարտքը եւ բարձրացրած տոկոսադրույքներն ու վճարումների բեռը։ Մոդիսը առաջին անգամ Միացյալ Նահանգներին բարձրագույն վարկանիշ տվել էր 1919 թվականին։ Այժմ այն դարձել է վերջին 3 խոշոր վարկանիշային գործակալություններից, որը կատարել է այդ քայլը։ Առաջինը դա արել էր Standard & Poor's-ը դեռևս 2011 թվականին։ Ըստ Մոդիսի, Միացյալ Նահանգների ներկայիս պարտքի եւ տոկոսային վճարումների մակարդակները էականորեն ավելի բարձր են, քան նմանատիպ վարկանիշ ունեցող այլ երկրներինը։ Այնուամենայնիվ, Մոդիսը նշել է, որ երկրի վարկանիշային հեռանկարն այժմ կայուն է, ի տարբերություն 2023-ի, երբ այն համարվում էր բացասական։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Ստիվեն Ջանգը ստոսանցում քննադատել է Մոդիսի վերլուծաբան Մարկ Զանդիին, նրան անվանելով նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդ։ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո խոստացել էր հավասարակշռել բյուջեն, սակայն նրա վարչակազմի ձեռնարկած քայլերը եկամուտների ավելացման եւ ծախսերի կրճատման ուղղությամբ դեռևս չեն համոզել ներդրողներին։ Իլոն Մասկի ղեկավարած կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որը պետք է կրճատեր դաշնային ծախսերը, չի հասել իր նպատակներին։ Բացի այդ, մաքսային քաղաքականությամբ եկամուտներ ապահովելու փորձերը առաջացրել են համաշխարհային առևտրային լարվածություն եւ դանդաղ տնտեսական աճի մտահոգություններ։ Եթե իրավիճակը շարունակվի առանց միջամտության, վերլուծաբանների կարծիքով այն կարող է հանգեցնել պարտատոմսերի շուկայի անկայունության եւ խոչընդոտել Թրամփի վարչակազմի տնտեսական օրակարգի իրականացումը։ Թրամփն այսօր քննադատել է Walmart-ին, պահանջելով, որ ընկերությունը ինքնուրույն վճարի ներմուծման ապրանքների վրա իր վարչակազմի սահմանած մաքսերը, հոխանակ դրանք փոխանցելու սպառողներին գների բարձրացմամբ։ Թրամփը այս հայտարարությամբ արձագանքել է այն հայտարարությանը, թե Walmart-ը պատրաստվում է մայիսին սկսել գների բարձրացումը մաքսային ճնշումների պատճառով։ Սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ Թրամփը նշել է. Walmart-ը պետք է դադարի մեղադրել մաքսերին իր ցանցերում գների բարձրացման համար։ Ընկերությունը միլիարդավոր դոլարների շահույթ է ունեցել նախորդ տարի։ Walmart-ը լրատվամիջոցների հարցմանը ի պատասխան ասել է, որ փորձում է գները հնարավորինս ցածր պահել, որքան հնարավոր է երկար, հաշվի առնելով մանրածախ ոլորտում շահույթի փոքր հնարավորությունները։ Ընկերության գլխավոր տնօրեն Դագ Մակմիլանը նշել է, որ իրենք չեն կարող ամբողջությամբ կլանել մաքսային բեռը, սակայն կապահով են, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսերը չազդեն սննդամթերքի գների վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության պայմաններում մի շարք ամերիկյան ընկերություններ կրճատել են իրենց ֆինանսական կանխատեսումները։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, ձեզ խաղաղ կիրակի եմ մաղթում, կհանդիպենք երկուշաբթի։ Առողջ եղեք։